ԱԺ պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նիստում Հունգարիայի կողմից Եվրոպայի խորհրդի անդամակցության պարտավորությունների կատարումը թեմայով զեկույցի քննարկման ժամանակ։ Ցանկանում եմ անդրադառնալ մի շարք փաստերի, որոնք ցույց են տալիս Հունգարիայի իշխանությունների վարքագծային օրինաչափությունները։ Բոլորդ գիտեք, որ դեռևս 2004 թվականին Հունգարիայում անցկացվող ՆԱՏՕ-ի միջոցառման ընթացքում ադրբեջանցի մասնակիցը քնած վիճակում կաթնահարելով սպանեց Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին։ 2012 թվականին Հունգարիան այդ մարդասպանին արտահանձնեց Ադրբեջան, որտեղ նրան անմիջապես ներում շնորհվեց, ինչպես նաև տրվեց նոր զինվորական կոչում ու բնակարան։ Այդ ժամանակվա Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հայտարարեց. «Ես մեջբերում եմ։ Դատապարտված մարդասպանին պատվելը եւ նրան հերոսի վերածելը անընդունելի է»։ Այնուամենայնիվ, մինչ օրս Հունգարիայի իշխանությունները որևէ պաշտոնական ներողություն չեն հայտնել։ Նրանք պարտավոր են ներողություն խնդրել հայ ժողովրդից։